Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, սա իմ առաջին ելույթը չի, բայց այս գումարում առաջինն է, շնորհավորում եմ ձեզ։ Ես նախատեսում էի խոսել այլ ժամանակ, բայց մի քանի ելույթներ ուղղակի չկարողացա չանդրադառնալ, բայց կուզեի մի խորհուրդ տալ Տիկին Հովսեփյան, եկեք չմտնենք այդ դաշտ, թե ով ինչա տվել։ Որովհետև եթե դա ենք դարձնում հայրենասիրության ու դա է տարբերելու ինձ ավելի հայրենասիրության, ես ակամայից հիշեցի այրի կնոջ պատմությունը, երբ հուսով եմ տեղյակ եք կամ ծանոթ եք, երբ Հիսուսը նստած է եւ հարուստները գալիս հարուրապատիկ ավել գումար են տալիս, մի այրիկին ընդամենը 2 կոպեկ է տալիս եւ Հիսուսն ասում է, այս կինը ավելի շատ տվեց։ Եկեք այդ դաշտ չմտնենք եւ դա չհամարենք որպես, որովհետեւ ես իհարկե միլիարդ չեմ տեսել իմ կյանքում, հուսով եմ կտեսնեմ, բայց օրինակ ես գիտեմ, որ 4 միլիարդով կարելի է ոչ թե 5 դպրոց կառուցել, այլ օրինակ առնվազն մի 800 դպրոց կարելի է կառուցել։ Բայց ես օրինակ չեմ ասի երբեք, որ ես համարում ինչ որ մեկը հայրենասեր չի, որովհետև ինքը իր ունեցած, ասենք, չգիտեմ, գումարով 800 դպրոց մեր երեխաների համար չի կառուցում։ Էլ չեմ ասում, որ կարելի է այդ 4 միլիարդով օրինակ ընդհանրապես Հայաստանություն վերացնել ծայրահեղ աղքատներին, բոլորին Երևանում բնակարան տալ, մի հատ էլ Լառնակայում տոմս առնել, Գյումրի Լառնակա, ասել գնացեք հանգստած։ Դրա համար եկեք դրա մեջ չմտնենք։ Բայց քանի որ խոսեցիք, նաև պարոն կապիտան դուք էլ խոսեցիք, կարծեմ մեջ բերեցիք Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերը, թե հայտարարությունը, շատ լավ է որ հետևում ենք, բայց ես ուզում եմ, որ հիմա եկել եք խորհրդարան եւ նաև ուշադրությամբ հետևենք, թե օրինակ մեր Հայաստանի Հանրապետության կրթության գիտության նախարարն ինչ ասում, ինչա ստորագրում։ Օրինակ իր մի հատ ստորագրությամբ առարկա է ստեղծվել։ Հասակակիցներ են մեր, մի քանի տարի հետո անցնելու են։ Կոչվում է իմ հայրենիքը։ Քարտեզը արդեն երևի ամեն ինչ հուշում է, չէ՞։ Խնդրում եմ, ել չգաք ասեք, որ մենք ինչ-որ բան ուրանում ենք, որտեվ էս առարկան, որը իմ հայրենիքն է կոչվում։ Նոր առարկա է, նոր դասագիրքը, թվականը ասեմ 2024 թվականին է տպագրվել, 2024 թվականը։ Ու այն ինչը որ պարոն Եղոյանն է ասում, ինչը պարոն Ռուբինյանն ասաց, այդ տրամաբանության մեջ է։ 4 երեխաներ են, որոնք ինչ-որ միջոցառման ժամանակ շատ գեղարվեստական դասագիրքը տանում, հանդիպում են, իդեպ մեկը նրանցից Արցախից է գրած, որ ես Արցախից եմ, Վան գյուղից, ու շրջում են, ասում արի շրջենք մեր պատմական հայրենիքով։ Ու այդտեղ նկարագրում է, թե որն է հայերի պատմական հայրենիք, ասում է օրինակ, դա հայկական Լեռնաշղթան է։ Այդ մեկը ձեզանից շուտ ասեց ուրանում են կարարատը գրած է, մեր նախարարի կողմից հրատարակած գրքերով, սա դպրոցական դասագիրք է, նոր առարկա։ Նույն կամ կարող անունն է փոխվեն, ժանակ հայրենագիտություններ, հիմա կոչվում է իմ հայրենիք, բայց դասագիրքը նոր է։ Ու նկարագրում ասում հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մասիսն է կամ Արարատը։ Այս սովորում են պարոն Ռուբենյանն ասած այդ պատմության տեսանկյունից, այսինքն ոչ մեկ որևէ բան չի ուրանում։ Ես խնդրում եմ, գոնե այս դասագիրքը մի հատ չեմ կարող ձեզ տալ, բայց հուսով եմ առիթ կունենանք։ Լավ կփոխանցեմ, որտեվ ինձ էլ է շատ հետաքրքիր, ես եմ շատ հատկապես դպրոցական դասագրքերի մասով, այդ թվում աշխատանքի բերումով շատ եմ կարդացել։ Այս ընդհանրապես էս է ուզում ասել, պարոն Աբրահամյան, այստեղա թե դուրս եկա։ Նախորդ անգամ պարոն Խաչատրյանն այդ առաջարկը արել եմ։ Հիմա էլ ձեզ եմ անում։ Չգիտեմ ինչ ընտանիքի ձեր քանակը բազմազավակ ընտանիք եք, բայց օրինակ երբ խոսում եք պետական պարտքից, կարող ենք օրինակ վերցնել 2017 թվականին ձեր գույքը հաշվենք այդ ժամանակ շուկայական գնով ինչքան ա եղել, ես առնեմ այդ գույքը ձեզանից ու համաձայնվեն փակել են ձեր ասած բանաձևով պետական պարտքը որ ավելացել այդ ավելմասը ես փակեմ կտակ ինձ ձեր գույքը ինձ թվում է չեք տա որտեղ 2017 թվականին այն գույքը որը որ դուք ունեցել եք վստահաբար արժեցել է պայմանական $50,000 հիմա ասենք այդ գույքը հաստատ ավելի է շատացել քան այդ ձեր ասած այն պետական պարտքի մի քիչ ավել մասը ես տնտեսագետ չեմ կարող դուք ինձանից ավելի լավ ասեք բայց ես հասկանում եմ մի բան այո 2017 թվականին այն տունը, որ հայրական որ ես ապրում էի, կարող է մաքսիմում 40-50 հազարներ։ Հիմա շուկայական գինը $120,000 է։ Ասենք 5 հոգանոց ընտանիք ենք, այդ բանաձևով ավելացել է $20,000 մեր պետական պարտքը ամեն մեկից վրա։ Բայց մեր տունը ինչքան ավելացել չէ։ Արեցի պարոն Խաչատրյանն ինչ ասեց, չընդունեց։ Դպրոցների մասով ինձ թվում առիթ կլինի խոսել, հարգենես ոչ մի բան այդ հերոսների նկարներ չի համ։ Գիտեք ինչն է հանվում։ Հանվում է այն, որ անհարգալից վերաբերմունք է ինձ թվում է, որ դպրոցի տնօրենի անունը ասենց ոսկե այն բանով գրած է, բայց այդ հերոսների այդ հատվածը ինչ-որ
ամշոտ քանդած պատերով եւ դա անվանում ենք ինչ որ հատված, որտեղ մեծարում ենք մեր։ Այդ է փոխվել նախարարի կարգադրությամբ։ Ասվել է, որ չի կարելի այս իրավիճակում եւ նոր կառուցող մեր դպրոցներում խնդրում եմ գնացեք տեսեք, թե ինձ թվում է առնվազն այն իմացած տնօրենի եւ այդ հատվածի, ասենք, վերանորոգումը կլինի, լուսավորությունը կլինի, պատշաճ վերաբերմունքը կլինի, չի տալ։ Եվ նաեւ շատ խոսվեց այս ընթացքում, քանի որ ժամանակ ունեմ, լայքի համար հանել։ Այս որ ասում եք, ես 2018 թվականն եմ հիշում։ Ուրեմն այս դալիճում կա մարդ, ում իրոք պատժել են, ու ինձ թվում է դա մեծ պատիժ է եղել իր համար, որովհետև լինել դաշնակցական եւ դաշնակցությունից հեռացնել, ինձ թվում է դա պատիժ է։ Այդ մարդը հարգարժան պարոն Աղվան Վարդանյանն է։ Այ իրան Տիկին Խամոյան պատժեց դաշնակցությունը, գիտեք ինչի համար։ Նիկոլ Փաշինյանին չընտրելու համար։ Ես չեմ ասում վատ են արել, գուցե լավ են արել, մի հատ պիտի պատժեն, բայց երբ որ գալիս եք այստեղ ասում եք, ախր դուք Նիկոլ Փաշինյանին դեմ լինելու համար մարդուն պատժում եք, Աղվան Վարդանյանը ձեր կողքն է նստում, հարգելի եք, այս մարդուն հանեցիք դաշնակցությունից։ Օրինակ, պարոն Կարապետյանը ներկա չի եղել, այդ բացակայեղը չի քվեարկել։ Մավել Գրիգորյանը կողմա քվեարկել։ Եվ այդ պարկի թեմայով համ մի բան էլ ասեցի, կարող է սխալ լինեմ, ասեք, ես դեմ չեմ, էլի, որ ասենք ինչ բան կա, որ ես չիմանամ։ Բայց օրինակ ինձ թվում է, այս դալիճում ամենահարուստ մարդը, ամենաշատ պարտք ունեցող նաև մարդն է, ժողովուրդ։ Երբ որ գալիս եք պարկից եք, ես վստահաբար, պարոն Կարապետյան, 2017 թվին ձեր վարկերը ավելի քիչ էին, քան հիմա, չէ՞։ Ինձ թվում է հա, այդ բիզնեսի տրամաբանությունն է այդպես։ Դու չես կարող, եթե դու 2017 թվին ունեցել ես X միավոր եւ Y միավոր վարկ, 10 տարի հետո էլ այդ X միավոր եւ Y միավորը, ուրեմն դու բիզնեսմեն չես, էլ ուրեմն տենց որ յոլա գնացու։ Հեծը վարկի տակ է եղել, չէ՞։ Ինչքան որ մամուլության կա, հա։ Չէ, այս վատ կոնտեքստում չեմ ասում, բայց որ գալիս ասում եք պարկ, ասում եմ, ես կերազեմ, որ ինչ որ մի օր իմ վարկը լինի, ոչ թե հիմիկվա նման 32 միլիոն դրամ, այլ 33 միլիարդ դոլար։ Որտեւ այդ կնշանակի, որ ես ինչ-որ բան ինձանից ներկայացրել եմ, որ ինչ-որ մեկտենից 33 միլիարդ դոլար տվել է։ Խնդիրը իմ կարծիքով ոչ թե վարկի չափն է, այլ այդ վարկը կարողանում ենք սպասել։ Այ պրոբլեմա։ Վարկի տոկոսները պրոբլեմա առնվազն մեր խմբակցությունը եւ նախորդ իմ քայլ երկու օրենքներ են ընդունել, բայց ելի ոնց որ ժողովուրդը ասում է, չէ, ինչ որ ընդ ձևեր են գտնում բանկերը կամ այդ վարկային կազմակերպությունները, որ այն սահմանված կրկնակից մի քիչ ավել են դնում։ Եկեք մտածենք ոնց անենք, որ իսկապես այդ մարդ որ գնա վարկ վերցնի, չդառնա 90%։ Որտեվ մեզանից ոչ մեկ բանկ չունի, ոնց էս խորհրդանում արդեն չունի եւ որևէ կաշկանդվածություն չկա։ Մի վարկան տեսնեմ այլ բան չեմ, մոռացել։ Հա, եւ մի միտք կար, որ ասենց բաներ անում էլի։ Էդգար Ղազանն ասաց, ոնց որ մեր ամոթանք տար մեզ, որ այնքան վատն ենք մենք, որ պատերազմից հետո տուն ենք առել։ Ինձ թվում է հայ զինվորի մահը ուզող մարդը եւ պատերազմից հետո այդ երկրում տաներ չկառուցող կամ տաներ չգնող մարդիկ իրանք նույնական պիտի լինեին, ուրիշ բան չէր կարող։ Որովհետեւ վստահաբար միայն թշնամին կուզի, որ պատերազմից հետո կամ պատերազմին դեպքում այն կլինի, որ այդ երկրում այլևս տներ չկառուցվեն եւ չառնեն։ Ես թիվը հանեցի, իդեպ պարոն Աբրահամյան շատ հետաքրքիր էր, պետք է հասկանալ որտեղից է այդ վիճակագրությունը, որտեվ այնտեղ մի քիչ բաներ է փոխվել, բանաձևեր է փոխվել, բայց ես դրանից չեմ հասկանում, կարծում եմ մեր համապատասխան հանձնաժողովը կասի, բայց օրինակ 2020 թվականից հետո, այդ որ ասում եք տենց քպընտուն ավարկով վերցրել, առնվազն 40,000 ընտանիք միայն նորակառույց շենքերում բնակարան կգնեն, ու ես կարծում եմ դա լավ է, այդ թիվը պետք է դառնա 80,000, որովհետև նորից եմ ասում, իմ կարծիքով այն պետությունը, ով մեր վերանալն է ուզում, իր գեր նպատակն է, որ այստեղ տներ չկառուցվեն, տներ չառնեն։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան, ներողություն եմ խնդրում, որ 10 րոպեից վերջին 1 րոպեն եմ խոսում ձեր մասին։ Ես իսկապես կարծում եմ, որ մենք ինչ եկել եք խորհրդան միասին իրար կողք ենք նստել։ Ես կարող եմ ասել, որ դուք լավագույն այո օրինակներից մեկն եք, իր վրա աշխատելու, իր վրա սովորելու եւ այն քաղաքական հայերեն բառը չեմ կարող համարժեքնել, քաղաքական նյութ ունեք եւ վստահ եմ ձեր նոր պաշտոնում դուք նույն ջանասիրությամբ եւ նույն աշխատասիրությամբ այդ պատասխանատվությունը կտանեք։ Հաջողություն ձեզ։